Իսկ դու գիտես, որ մատաղանելը անեծք կա բերում քո կյանքում։ Հարազատ մարդ, ասում եմ քեզ, ոչ թե մեղադրելով կամ դատապարտելով, բայց որպեսզի ճանաչես ճշմարտությունը եւ ճշմարտությունը կազատի քեզ ունայն եւ դատարկ ավանդույթներից եւ մահացած գործերից, ինչպես որ ինձ ազատել է իր ժամանակին։ Ուզում եմ, որ իմանաս, որ մատաղանողը ոտնատակ է տալիս Քրիստոսի թափված սուրբ այրունը եւ արհամարում է Քրիստոսի արված զոհը իր մարմինը, որը որ խաչին գանվեց աշխարհի փրկության համար։ Կարդամ մի հատված Աստվածաշնչից, իմանալով, որ ձեր հայրենավանդ ունայն կյանքից ոչ թե արծաթով կամ ոսկով փրկվեցիք, այլ Քրիստոսի պատվական այրունով, իբրև անբիս ու անարատ գառան։ Քրիստոսի զոհը եւ իր թափված սուրբ եւ պատվական այրունը գործում է մեկ անգամ ընդմիշտ եւ ընդհանրապես կարիք էլ չկա նորից կենդանիների զոհաբերելու, մտածելով, որ դա ինչ որ մի բարիք կարա բերի քո կյանքում։ Աստվածաշունչը պարզ ասում է, որ զոհ բերողները չարին են զոհ բերում եւ չարիքից պրծում չեն ունենա։